Մենք հիմա ոչ մի ավելորդ բառ չենք ասում։ Օրենքով չխոսեք իմ հետ, դուք օրենք չեք իմացել այսքան ժամանակ, օրենքը ես եմ ձեզ հրամցրել։ Ոչ մեկը իրավունք չուներ խոսալ, որովհետև երկրորդ բառը օրենքի կետով չխոսած, օրենքը ես եմ ձեզ սովորեցրել, դուք օրենք չգիտեիք, որ օրենք գիտեիք, այն ժամանակ խոսայիք։ Հետո ձեզանից կարևոր իմ աթոռն է։ Գրեք գնացեք ձեզանից թանկ ու կարևոր իմ աթոռն է, որ 13 տարի պայքարել եմ։ Դե, էլ ինչ ասեմ։ Չէ, ինքը մանկապարտեզներում դասիրակ աշխատել, հետո մեթոդիստ, չգիտեմ, մանկապարտեզում աշխատել, մեթոդիստ աշխատել, ինչ գործնեություն է, այո, ծավալել, կարող եք դուք դա։ Ես գիտեմ, բայց ես չեմ ուզում դա անձնական բնույթ է, թող իրենք պատմեն, թե ինչ ձևով է ինքը աշխատել եւ ինչպես է դուրս եկել մանկապարտեզից։ Իմ դեմ, այո, ինչպես եղավ, երբ Տիկին Դավթյանի ներկայությամբ ես այսքանը մեկնաբանեցի, ինձ նորից ասեց սուտ ես ասում, աղջիկները վրդովվեցին, որ ընկեր Լուսնեն 10 տարի ձեզանից մեծ Տիկին Դավթյանը ասեց, որ ոնց թե բոլորդ եք գրում, չէ, մի գրեք, դուրս եկեք, այդտեղից աղջիկները վրդովվեցին եւ ասացին, ոչ, եթե գրում են մեր դաստիարակը, գրում ենք նաեւ մենք։ Եվ այդտեղից սկսվեց դիմումների գրելը։ Մեր դաստիարակներից բոլորը գրել են դասիրակները, գրել են նաև մեր ընկեր Լիլիթը, այո, բուժքույրը, գրել են նաև մորաքույրներ, ոչ մեկ չի ցանկանում։ Ես աշխատակազմի ղեկավարին ասեցի, այսքանը երբ որ մենք ձեզ պատմել ենք, դրանից հետո ես ինչպես նայեմ այդ մարդու երեսին, երբ դուք ինձ համոզում եք աշխատել, ինչպես աշխատեմ ես այդ մարդու հետ, երբ որ ես այսքան բան եմ խոսել ու ասել, ինձ ասեցին մենք կգանք, ամեն օր կհետևենք, դուք դուրս եկեք աշխատանքի, չէ, խնդրում եմ, թող մակագրեն մեր դիմում, մենք դուրս գանք այստեղից։ Մենք ուրիշ ոչինչ չենք ցանկացել։ Այս բան չի լինելու, ինչ է գնալու։ Ձեր դիմման ժամանակ նշել որ տեղյակ չի։ Տեղյակ չեմ։ Մեզ չեն ասել ենք, որ դա մենք բաժնի պետին էլ ենք զգուշացել, անձնակազմի ղեկավարին էլ ենք ասել, այս ամեն ինչը հիմա ինչ ընկել Լուսինեն պատմում է ու ավելի բաներ։ Այսինքն աչք են փակել ձեր Արդեն չգիտեմ ինչ են արել։ Օգոստոս ամսին, միայն օգոստոս ամսին 8 աշխատակից է դուրս եկել մանկապարտեզից։ Դա ահազանգ չէ, թե ինչու են մարդիկ դիմում գրում եւ դուրս գալիս։ Դա պիտի համար առաջի ահազանգը լիներ, ինչի են մարդիկ գրում։ Ես դա էլ համբերեցի։ Եկավ հունվար ամիսը։ Լացելով ինձ մոտ եկավ իմ հետի աշխատակիցը եւ ինձ ասաց, որ ընկեր Լուսնեն ինչի եղել է քննություն, ասաց ինչ քննություն, ասաց քննություն, որ դաստիարակի քննություն է եւ չի հաղթարարել ձեր դաստիարակներից մեկը, որը մորաքույր է աշխատել եւ պետք է իջնի ձեր մոտ, քանի որ նա էլ ժամանակավոր աշխատակից էր եւ փորձաշրջանի մեջ էր 7 ամիս գտնվում, ես չգիտեմ ինչի, նրան գրել էր տվել դիմում եւ նա այդ դիմումը գրել էր։ Գրելուց հետո երբ եկավ խումբ, ես լռեցի, ձայն չհանեցի, քանի որ իր ասածներն ու արածները քննարկման չեն ենթարկվում, բազմիցս մեզ ասվել են եւ այդ պատճառով լռեցի։ Իսկ երբ որ ես արդեն առանձին զրույցում իրեն պատմեցի, որ ես տեղյակ չպետքա լինեի, որ իմ հետի աշխատակիցը դուրս է եկել աշխատանքից, այն էլ այդ պատճառաբանությամբ ինքը փորձեց ինձ մեկնաբանել, բայց այդ մեկնաբանությունը ես չլսեցի, քանի որ իր անձնակազմից մինչև խումբ ընդամենը 2 րոպեվա տեղ էր եւ ինքը չէր կարող այդքան սուտ հորինել, այն էլ այդպիսի սուտ հորինել մորաքույրը։ Երրորդ բանը, որ ես կուզեմ ասել, մեր խոհանոցի աշխատակիցը, որը նա զոհվածի մայր է, 44-օրյա, ես չեմ ուզի դուք իրեն այդ բառերը ասեք, ես այս բառերը տնօրենին էլ եմ ասել, ես պատրաստ եմ էլի ասեմ, լափ է եփում երեխաների համար, բայց այդ լափը կերել են իր 4 երեխաները եւ մեծացել մանկապարտեզում։ Շնորհակալություն։ Ինձ է խաբելով ինքը աշխատանքից հանել։ Ես գնացի խաբելով։ Խփելու ինքն է պատասխանը կստանար, եթե ինձ խփեր։ Ինձ ես եմ գնացի Անձաբիրան մոտ ID քարտից համար,
Ես գնացի իրան խնդրեցի, ասի իմ ID քարտը ապրիլին լինելու կլինի, այդքան ժամանակ ես իմ աշխատանքին չի խանգարել, ինքը ասեց խանգարելու է, մինչև հունվար են ասել, ով չունեցավ, դիմում է գրում դուրս է գալիս։ Ու ինձ ասեց տվյալ անձնավորությունն է, քննությունն է տվել, չի անցել։ Հետա գալիս իր հին պաշտոնին, մորաքույր պետք է աշխատի, քո դագավորներ վերջացել, պայմանագիրը վերջացել է, դու պետք է արդեն դուրս գաս։ Ես հետո իմանում եմ, որ տվյալ մարդը ոչ քննություն, ու ես զանգել եմ թաղապետարան։ Հա, ինքը դիմումը գրեզրեց իմ դեմը, ասեց արտագրի ու ստորագրի։ Ես արտագրել եմ ու ստորագրել եմ դիմումը, դե ես մտածել եմ, որ այդ մարդուն չխանգարեմ, ինքը գալիս է իր հին տեղը, ինքը 19 տարվա աշխատողին ես ոնց կարամ ասեմ, չէ, ես 5-6 ամիս եմ աշխատում ու ինքը անդադ մտել է ու տենց ես ստորագրել եմ ու հետո զանգել եմ թաղապետարան, քաղաքապետարան, թեժգից, ոչ մեկ մի օրից մի օր չեկավ, ասել տենանք ես աղջիկը ինչի՞ է մեզ այդքան զանգում։ Ոչ մեկ։ Գծից ասում են մեզ զանգող չեղեք։ Ես ինքը զանգել եմ։ Ճիշտ է ասում էս աղջիկը։ Ու մինչև իր գնալու օրը 10 օր առաջ ինքը դիմում էր գրել, որպես ինձ աշխատակցի չկանչեց եւ չասեց, գիտես, քո աշխատողը 10 օր հետո չի լինելու այստեղ։ 10 օր շարունակ ես սպասում էի, որ ինձ պետք է կանչել եւ ասել, որ քո հետ ուրիշ մարդ է աշխատելու, բայց չեղավ, ոչ մի զրույց, չասվեց, ոչինչ, միայն այդ օրը մենք իմացանք, որ այլևս վերջ հետադարձ ճանապարհ չկա։